Սիրելի հայրենակիցներ, բարի օր, մեր հերթական փոդքասթն է Արտուր Խաչիկյանի հետ, արդեն այսօր մի քանի հարցեր են ինձ այսպես պրիվատ ուղղել, առաջարկելով ստեղծել ֆորմատ, որ հնարավորություն լինի նաև ուղիղ եթերի ֆորմատով դուրս գալ, մենք հիմա մեր գործընկեր լրատվամիջոցների հետ քննարկում ենք, կարծում եմ այդ հնարավորությունը կլինի, որովհետև Քարոզ Արշավը, ինչպես արդեն տեսնում ենք, շատ ակտիվ է լինելու, Արտուր, մինչ խոսքը քեզ փոխանցել, ընդհանրապես տեղեկացնեմ, որ քիչ առաջ բերման է ենթարկվել, ուրեմն Արցախյան, ազատամարտերի մասնակից Կանդազը, այդ հայտնի Արտուր Ավանեսյանը, հիշում եք իր նկարը Սամվել Կարապետյանի հետ, շրամներով ամբողջ մեր ձևովի ներկայացուցիչ և նրան բերման են ենթարկել հակակոռուպցիոն կոմիտե, այն իշխանությունը, որը խոսում է, որ ինքը որևէ պրոբլեմ չունի և ինքը գնում է 65% սահմանադրական մեծամասնություն վերցնելու, մենք տեսնում ենք, որ այս բռնոցին, այս անընդհատ մարդկանց բերման ենթարկելը, մարդկանց զրկելը նախընտրական շտաբերի աշխատանքների մասնակցելու շարունակվում է։ Ես կուզենամ մեր զրույցը այսօր երկու մասի խոսենք, շատ հպանցիկ անդրադառնանք քաղաքացու այսպես կոչված օրը, որը իրականում քաղաքացի Նիկոլ Փաշինյանի օրն էր, այդ խայտարակությանը, որ մարդիկ, ես սա բնավ հեգնանքով չեմ ասում, որովհետև մեր բազմաթիվ հայրենակիցներ իրապես սոված էին, մարդիկ եկել էին այդտեղ ինչ-որ մի կտոր հաց ուտելու, ես իհարկե չեմ ասում, որ անվճար ինչ-որ բաժանեին, որտև դա էր կդիտվեր իհարկե ընտրակաշարք, բայց չէր կարելի, չէ, Նիկոլը ասում էր 2.5 $-ով կարակ գնաք Լառնակա, ուրեմն այդ մեկ ստեյքը, որ վաճառվում էր Հանրապետության հրապարակում, այդ Լառնակայի տոմսին քաղաքացիները 4000 դրամ էլ պիտի ավելացնեին, որ մեկ հատ ստեյք գնեին, այսինքն նույնիսկ մի տրամաբանական էլի, ես էլ դու էլ շատ ենք եղել եվրոպական երևի նաև լավագույն ռեստորաններում, ինձ թվում է այդ երեկվա մաղալների վրա երևի Միշլենի աստղ էր կպցրած, որ մեկ խորոված կարտոֆիլը, Միշլենի աստղ, պետք է ման գալ, միգուցե մաղալ ընդ Միշլեն երևի, կամ չգիտեմ, դմիշլեն, չգիտեմ ինչ, որտև մեկ խորոված կարտոֆիլը, մեկ հատ կարտոֆիլը Արտուր վաճառվել է 1000 դրամով, խնդրեմ, նախ այս օրը ինչ է էլի Իրանից քաղաքացու օր, սա ինչ օր է էլի, այսինքն տարվա մնացած 364 օրը էտում օրն է էլի։ Դե սա դավաճանի օր է, ես կարծում եմ, երբ որ իշխանությունը փոխվի Հայաստանում, մենք պետք է սահմանենք դավաճանի օր, հենց այս օրը, այո։ Դավաճանեցին մեզ բոլորիս։ Նայրա ջան, քեզ հարց, եթե ես ու դու ասենք քաղաքական ուժ ունենայինք եւ 65% ռեյտինգ ունենայինք, մենք խորովածով մարդկանց կկաշառեինք, որ գային մեր ցույցի։ Եթե նրանք համոզված են, որ հասնում են 65%-ի կամ հաղթելու են ընտրություններին, նրանք ստիպված կլինեին մեր ժողովրդին հարիվ ցնել, կներեք ժողովրդական բառի համար, խորոված խոստանալ, էնել հետո խապել, ասել, որ ջրի է լինելու կամ էժան է լինելու, հետո Նյու Յորքի ստեյքի գներով 6000 դրամը դա $14 չի, թե $15։ Ավելին 16-17, այո, որոշ ռեստորանների ստեյքի գինն է, իդեպ շատ փոքր 200 գրամանոց, այդպես էլ գրած է եղել 200 գրամը 6000 դրամ, մեկ կարտոֆիլը 1000 դրամ։ Դե առաջինը, եթե նրանք իսկապես վստահ լինեին, որ իրենց աջակցում են, նրանք այսպիսի բան չէին անի, իրենց կաջակցեին ոչ թե խորոված ուտելու հետևանքով, այլ մարդիկ իսկապես իրանց գիտակցաբար կաջակցեին։ Դե պարզ է, որ գիտեն, որ ռեյտինգը 70 էր, հիմա դառել է 20։ Դե տեսնում եք։ Եվ տեսան, որ Երևանում էլ չկարողացան հաղթել, Գյումրիում էլ չկարողացան հաղթել, հետո իհարկե իրենց մանիպուլյացիաներով իրենց այդ օլիգարխներին բերեցին իշխանության։ Այսինքն ակնհայտ է, որ սրանք վախեցած մարդիկ են, տեսնում են, որ իրենց ռեյտինգները իջնում է։ Երկրորդը, այն մարդկանց, ովքեր խորոված էին ուզում ուտել, անուշարեք, բայց եթե ասենք ձեզ ընտրության օրն էլ մտնեն, ասենք քվեարկելու ժամանակ գտալով ձեզ ինչ-որ բան կերակրեն, ասեք ես սա կուտեմ, բայց դուք ձեր ուզած տեխնացուին ձայնը տվեք։ Նույնիսկ սև խավիար տան, բերուղայի գտալով։ Այո։
հա կամ գտալով ուտացնեն ձեզ այդ քվեարկելու օրին, դուք վերցրեք, կերեք, անուշարեք, բայց հետո էլի ձեր ուզած մարդուն ձայն տվեք։ Եթե իհարկե ձեզ չվախեցնեն, չստիպեն, որ դուք ցույց տաք ձեր քվեաթերթիկը, գիտես, որ արդեն մարդկանց սպառնում են, որ պետական աշխատողները, դպրոցների աշխատողները պետք է ապահովեն, որ իրենց ընտանիքի անդամները քվեարկեն այս դիկտատորի օգտին, բռնապետի օգտին։ Եվ երրորդը, ես ուղղակի բան եմ զարմանում եմ, օրինակ Սադամ Հուսեյնը, Մուամմար Կադաֆին, էլ ինչ բռնապետ, հա, Ասադը, Հաֆիզ Ասադը, Բաշար Ասադը, ոնց չհասկացան, որ բռնապետության տեղը նրանք պետք է ասեին, որ մենք դեմոկրատ ենք, բայց մեր բոլոր ընդդիմադիրների մենք կնստացնենք ու ժողովրդին խորոված կտանք, որ նրանք քվեարկեն։ Եւ Եվրոպան կգար եւ կասեր, գիտեք, սա դեմոկրատիա է, իսկական դեմոկրատիա է, որ ամեն օր նոր մարդ են բանտարկում։ Այսինքն նրանց մոտ ինչ որ չստացվեց, սա ավելի խելացի, այս խումբը ավելի խելացի ձևով է բռնապետություն վարում։ Դե պարզ է, բոլորս հասկանում ենք, որովհետեւ իրենց ստրատեգիական շահերն են, որ Հայաստանը դառնա հակառուսական երկիր, անգամ եթե դա լինում է ինվնաս մեր շահերին։ Մի բան էլ ասեմ, Նայրա ջան, երեք ես խոսեցի մեր շատ սիրելի Ռաֆիկ Ալֆեյանի հետ, միջազգային օրենքի պրոֆեսոր, մասնագետ, Փարիզում դասավանդող, եւ նա ինձ մանրամասն բացատրեց, թե ինչպես է Հայաստանը խեղդելու։ Նա այդպես էլ ասեցին, Հայաստանը խեղդվելու է, մեզ խեղդելու են այսպիսի ձևով։ Եվ նա բացատրեց, թե ինչպես Ադրբեջանը աստիճանաբար առաջ է քաշելու տարբեր պահանջներ, օրինակ մենք հիմա Տիգրանաշերն ենք հանձնում։ Սա որ ոչինչ չի ասում, նշանակում է արդեն հանձնված է։ Fait accompli, ոնց որ ֆրանսիացիները ասում են, արդեն կայացած փաստ։ Փաստի առաջ է մեզ դնելու։ Տիգրանաշենը ստեղից կտրում է մեր ճանապարհը դեպի Սյունիք, ստեղից էլ Զանգեզուրի կորիդորն ենք մենք զիջում, երկու կողմից Սյունիքը կտրվում է, դառնում է մի շատ սիրուն ստեյք, այն ստեյքը որ ուտում եք երեք, այս Սյունիքը դառնում է ստեյք։ Հեսա խորովելու են եւ թուրքերը եւ ադրբեջանցիները կուլ են տալու մեր Սյունիքը։ Այսինքն եթե դուք մենակ խորովածով եք հետաքրքրվում, դե պատկերացրեք, որ Սյունիքը մի բան է, չալաղաջ է, որովհետեւ հիմա մեզ կուլ են տալու։ Նա նաեւ բացատրեց, որ եւ Թուրքիան եւ Ադրբեջանը պահանջում են, որ Զանգեզուրի միջանցքը որքան հնարավոր է շուտ բացվի, եւ եթե դա չարվի, նրանք ուժով դա կվերցնեն, եւ Սյունիքը բացարձակապես կտրվում է Հայաստանից։ Եվ հետո դա էլ վերջը չէ։ Հայաստանը հիմնում է, Ադրբեջանը հիմնում է իր այսօրվա հանրապետությունը 18-20 թվականի անցյալ դարի հանրապետության տարածքի վրա, որը ընդգրկում է ոչ միայն Զանգեզուրը, այլ Սևանի կեսը, Հայաստանի հյուսիս-արևելքը, այսինքն Հայաստանից մնում է մի այսպիսի կտոր, Ալեքսանդրապոլի պայմանագիր 10,000, Երևան Էջմիածին, եւ անգամ Վրաստանի մի մասը, մինչեւ Մարնեուլի շրջանը։ Դա է այն քարտեզը, որոնք նրանք պահանջելու են, եւ քայլ առ քայլ նրանք մոտենում են իրենց նպատակի։ Իսկ մենք լսում ենք, թե այս ռեժիմը ոնց է թմբուկ նվագում եւ խորոված բաժանում, էնել սուտ ասելով, մարդկանց խաբելով։ Շարունակելով քո միտքը, որ Ադրբեջանը եւ Թուրքիան իրենց ծրագրերից չեն նահանջելու, մենք նախորդ անգամ խոսեցինք, որ Ալիևի դուստրը Լեյլա Ալիևան գրել է մի գիրք Արևմտյան Ադրբեջան եւ ինքը այդ տիկինա, մադամա, չգիտեմ, օրիորդա ինչա, այդ գիրքը ձեռքի տակ դրած եվրոպական բոլոր մայրաքաղաքներում ինքը անձամբ մասնակցում է այդ գրքի շնորհանդեսին, որտեղ Երևանը, հա, մեր Երևան մայրաքաղաքը որպես Երևան ներկայացված է ադրբեջանական տարածք, այսինքն սա հստակ պետական քաղաքականություն է, որը Ադրբեջանը իրականացնում է եւ այո դու ճիշտ ես, հղում անելով Ռաֆիին, նաեւ Ալիևը չի էլ թաքցնում եւ վերջերս էր, որ ինքը հերթական հանդիպմանը լրատվամիջոցների հետ հայտարարեց, որ Ղարաբաղի խնդիրը լուծելուց հետո այսօր Ադրբեջանի օրակարգի թիվ 1, չասեց է թիվ 2-րդ, թիվ 3-րդ, թիվ 1 կարևորագույն խնդիրը Արևմտյան Ադրբեջանի մեր պատմական հողերի 300,000 ադրբեջանցիների վերադարձն է եւ նաեւ Զանգեզուրի միջանցքն է եւ նաեւ հիշենք Հական Ֆիդանին, ով հայտարարեց, որ Զանգեզուրի միջանցքը Թուրքիայի համար կենսական նշանակության հարց է։ Ստեղ մենք ինչ ենք տեսնում, ստեղ մենք տեսնում ենք, ուրեմն սենց 24 ժամ, իհարկե ես ընդդիմադիրներին ասում եմ նախանձեք, իսկապես նախանձելի
էներգիա ունի Նիկոլը, մի հատ նայեք, տեսեք, մինչ դուք սենց տափակ վերցնում եք, ասում եք, այժմ այսինչանը կներկայացնի մեր դաշինքի ծրագրի կրթությանը վերաբերող հատվածը, այսինչանը մոտենում է ամբիոնին եւ ասում է, եթե մենք ընտրվենք գիտության կրթության մասին օրենքում, ստորակետը կբերենք աչից ձախից աչ, մինչ դուք սենց կներեք էլի ժամկետնանց, նավթալին, կրեատիվիզմից 21-րդ դարի օրակարգից տեղեկատվական այս հասարակության պահանջմունքներից դուրս դեմոդե բոլորդ դեմոդե քարոզարշավ եք անում Նիկոլը տրակտորի նման դիվային էներգետիկայով սենց հերկելով գնում առաջ Արտուր ջան եկեք վաղը չզարմանանք եթե հունիսի 8-ին այո զարթնենք եւ տեսնանք որ Նիկոլը իր սպառնալիքը իրականացրել է եւ իր ուզած թվերը ստացել է Այդ մարդկանց հետ խոսալը անիմաստ է դու էլ գիտես դու ինձանից լավ գիտես ամեն անգամ մենք իրանց ասում ենք փոխեք ձեր ստրատեգիան չի աշխատում ձեր մոտեցումը մի կանչեք մարդկանց դուրս գալ հրապարակ եթե նրանք տեսնելու են նույն մարդու երեսը որը 5 անգամ տապալել է եւ նույն սպիչը լսելու են նույն սպիչը, նույն ճառերը, որ սա էգզիստենցիալ Հայաստան լինելու չլինելու խնդիրն է, Նիկոլը Դավաճանից գոյաբանական, այո, գոյաբանական, այդ անունն էլ ասեցի մեզ խապեցի, չգիտեմ Ղարաբաղը հանձնեց նույն բաները ամեն անգամ, ամեն օր այդ սեղանների շուրջ նստում են ու իրար համոզում են մի բանի մեջ, որը բոլորս արդեն գիտենք, համոզված ենք, բայց անիմաստ է, իրանց հետ խոսալը անիմաստ է, այդ նույն մարդը էլի դուրս է գալուց սելա գոռալ, շրջվելու է գնալու է տուն։ Աչքերիս առաջ, Նայրա ջան, աչքերիս առաջ 2-3 անգամ տեսել եմ։ Հազարավոր մարդիկ ասում են, դե ես անձամբ մասնակից եմ եղել այդ ամեն ինչին։ Տեսել եմ քեզ այնտեղ տեսել։ Այո, ես էլ քեզ այնտեղ տեսել եմ։ Անիմաստա սրանց հետ խոսել է։ Սրանք տեսնում են իրանց աթոռը, իրանց մանդատը եւ իրանց Նապոլեոնի գահը, որպես Հայաստանի կայսր։ Ինչքան ուզում ես խոսա, նրանք նույն բանն են անելու։ Իսկ սրանց թիմը իրենց արևմուտքի խորհրդատուները, Թուրքիայի խորհրդատուները, Անգլիայից, Ֆրանսիայից շատ մեծ թիմ Իսրայելից, Ռումինիայից խորացնում են Ռումինիան չգիտեի, դե լավ է, թող Ռումինիան էլ լինի, ես դեմ չեմ։ Այսինքն նրանք պրոֆեսիոնալ խորհուրդ են ստանում եւ հետեւում են այդ խորհրդի։ Իսկ այս կներես նավթալինի թիմը չի ուզում հասկանալ եւ նույն մարդիկ էլի գալու են իրանց այդ վերլուծությունները, խորհուրդները, գիտեք, որ հասնեք Երևան, կասեք մենք ձեզ տալիս ենք մի ժամ, հետո կասեք մի ժամ եւ 15 րոպե։ Ինչ դու հələ տեսել, ինչ հանճարեղ, քաղաքագիտական պլան, էլի, ես քեզ տալիս եմ 15 րոպե։ Ախր չգիտես ում վրա ծիծաղաս 70 ես ու դու էլ այդ անձրևի կարկուտի տակ գալիս ենք ամբողջ ճանապարհը Կիրանցից, ամբողջ ճանապարհով եկա։ Այո, ես Դիլիջանից, բայց Կիրանցում էլ է եղել։ Հա, եւ ի վերջո գալիս են այդ քո ասած copy paste արած քաղաքագետների հսկաները, այդ գիգանտները, քաղաքագիտական մտքի, իրենց խորհուրդները տալիս են, ամեն ինչ տապալում են, ժողովրդին ասում են այսօր գնացեք վաղը եկեք, կոֆե կխմենք ու ամեն ինչը տապալվում է։ Հիմա ոնց չգնաս չկախվես Նայրա ջան, ումից կախվես, այս ռեժիմից թե այս ընդդիմությունից, որ մեկից, ասա։ Միանշանակ շատ ցավոտ հարց ես բարձրացնում, որտեվ ես հիմա տեղյակ եմ, որ առաջիկա օրերին գիտես Երևանում Եվրոպական միության սամիթն է, եւ ես ուզում եմ տեսնել, ասենք, մեր ընդդիմադիրները օրինակ ամեն ինչ անելու են, պատկերացնում ես ցալիներ Եվրոպայում կճղեին Մակրոնին կամ Ուրսուլա ֆոն դեր Լեյնին կամ Մերցին կամ մյուսին մոտենալու համար եւ ինչ որ բան ասելու համար անելու են, թե ասենք միտեղ գնալու է սամիթը, մյուստեղ մեր ընդդիմադիրները հավաքվելու են պանելային քննարկում են կազմակերպելու ամեն մեկը 3 ժամանոց ճառա ասելու եվրոպական արժեքների, երկակի ստանդարտների, որ Եվրոպան դավաճանեց իրենց, այսինքն գործողություն, գործնական քայլ անելու են, թե 2 հատ պլակատ են վերցնելու գնան, չգիտեմ որտեղ ալինելու սամիթը, դիմացը կանգնեն եւ միկրոֆոնով անգլերեն կամ ֆրանսերեն մսье Մակրոնին կամ մյուսին 2 բան գորան, հասկանում եք ես իսկապես էլի երկրորդը
Այ տես մի անգամից այդ հարցին պատասխանեցիր ցավոք սրտի երկրորդը եւ հետո մենք զարմանում ենք, այսինքն ես չեմ էլ զարմանում, որ այս պահին ժողովուրդը անայլընտրանք է, բայց մի բան ասեմ, երբ որ խոսում ես մեր ընդդիմադիրների հետ եւ ասում ես ինչի գործ չեք անում, որովհետեւ այն ինչ որ դուք հիմա անում եք գործ չի, դա իմիտացիա է, իրանց հետ կներես այդ բարի համար կրուտիտներից պատասխանը այդուհանդերձ շատ հստակ երևարկվում է, թե իրանց հույսը ինչի վրա է, իրանց հույսը նրա վրա է, որ այդուհանդերձ հասարակության մեջ կա մի մեծ հատված անտի-Նիկոլ սեգմենտ, որ իրանք ինչ էլ անեն, պանելային քննարկում անեն, 8 ժամ ելույթ ունենան, սիթի տուր անեն, մեկը այդ մարդիկ Նիկոլին չեն ընտրելու, եւ սենց մեկը Հայաստան դաշինք կընտրի, մեկը մեր ձևով, մեկը մեկ այլին կընտրի, իրանք մի քանի մանդատը կունենան։ Հիմա դրանից հետո ժողովուրդը իրավունք ունի այս ընդդիմությանը ասելու, որ դուք այս իշխանությանը թաչ ֆայլն եք, կամ առնվազն այս ընդդիմության որոշ ուժերի, եթե ոչ բոլորին։ Ոչ միայն ունի, այլ արդեն ասում է, եւ այս ընդդիմությունը, եթե այս ընտրություններն էլ տապալի, արդեն միանշանակ բոլորս կարող ենք ոնց որ ասում են արձանագրել, չնայած չեմ սիրում այդ բառը, որ այս ընդդիմության պատճառով ասա կատարվում։ Այս ընդդիմության պատճառով են սրանք մնում իշխանության, որտեղ ժողովուրդը 10 միլիոն անգամ ասել է՝ մեզ տվեք այլընտրանք, որ մենք այս այլընտրանքին ձայն տանք։ Սրանք էլ ճանճի պես, այդ խորոված ես ասում, չէ՞, խորովածի վրա ճանճերը որ հավաքում են, ամեն անգամ քշում ես, էլի հետ են գալիս։ Սրանք հետ են գալիս, ժողովուրդը տեսնում է նույն մարդկանց, տեսնում է նույն բեմը, նույն բանը, այդ ինժեներական աշխատանքները եւ միանգամից հասկանում է, մեր ժողովուրդը հիմար չի։ Միանգամից հասկանում է, սա որտեղից է գալիս եւ ասում է, այս աթորակռիվը, այս նախկիններն են ու գնում են տուն։ Ու դա արվում է ամեն անգամ։ Սրանք ոնց որ զորով օգնեն այս ռեժիմին։ Այնպիսի մարդիկ կան, որ ակնհայտորեն երևում է, որ կապեր ունեն նախկին ղեկավարության հետ։ Եվ ամեն տեղ է։ Եթե ասենք ինչ որ մի կուսակցության մեջ լինեին, իհարկե թող լինեն, իրավունք ունեն, եթե դուք ներկայացնում եք, ասենք նախկին ղեկավարությունը, Աստված սիրեք, գնացեք, ընտրվեք, ձեր ընտրողների ձայները ստացեք, բայց ամենտեղ մի եղեք, որովհետև ժողովրդի մի մեծ մաս ձեզ չի ուզում է մի ուրիշ ղեկավար, ինչու եք ձեր ներկայացուցիչներին ակնհայտ ձեր ներկայացուցիչներին այնտեղ ուղարկում։ Գիտեք, Նայրա ջան, գիտես արդեն անիմաստ է, ինչքան ուզում ես խոսա, նրանք մեր ժողովրդին անիմաստ է։ Նրանք էլի իրանց արածը անելու են, եթե նրանք նավոս են գնում, դե ինչ լինի։ Այո, ավոս պրոբլեմը մեկը անտի-Նիկոլ հատված կա, ոնց է լնի, մեկը սրան չի սիրում սրան ձեն կտա, բայց Նիկոլին չեն տա, բայց դա հասկանալի է, չէ, որ չի բերելու իշխանության փոփոխության, դա բերելու է ընդհանրապես, որ Նիկոլ Վովայի անվան Նիկոլ Վովայի Փաշինյանի անվան խորհրդարանում մենք ունենալու ենք ընդդիմադիր մանդատ ունեցող պատգամավորներ։ Հիմա դա է մեր խնդիրը։ Դա արդյոք կանգնեցնելու է Նիկոլի ծրագիրը։ Իհարկե ոչ։ Ոչ, եւ մի քանի ամիս հետո հանձնվելու է Զանգեզուրի միջանցքը, կառուցվել է Զանգեզուրի միջանցքը, մի քանի ամիս հետո հանձնվելու է Տիգրանաշենը եւ անկլավները, մենք կորցնելու ենք մեր Հայաստան-Վրաստան ստրատեգիական ճանապարհը, կորցնելու ենք Երևան-Սյունիք տանող ճանապարհը, Սյունիքը մարսվելու է, ադրբեջանցիները հետ են գալու, Հայաստանում սկսվելու է խոճապ, տասնյակ 100 հազարավոր մարդիկ սկսելու են արտագաղթել, դրանից հետո Ադրբեջանը անցնելու իր հաջորդ քայլին, Սևանի կեսը, Հյուսիս-Արևելքը, Իջևանի շրջանը, Արարատի Մասիսի շրջանի ադրբեջանական գյուղերը եւ ադրբեջանցիները կմտնեն Հայաստան։ Եվ դրանից հետո եթե մենք այս սեկտայի անդամներին հարցնենք դուք սա եք ուզում, նրանք կասեն դա մեր Քրիստոսի մեղքը չի, դա ինքը չի արել, դա արել է Գորբաչովը եւ Նիկոլայ II Ռուսաստանի կայսր։ Դու գիտես, չէ, նրանք բան են մտած։ Ալիսա, հիշում ես Ալիսան հրաշքների երկրում։ Այո, Լուիս Քերելի, այո։ Այո, Լուիս Քերելի, որ ինչ որ բան հիմա է կատարվում, նրանք ասում են սա հիմա չի կատարվում, սա 20 տարի առաջ է կատարվում։ Այո։ Ասում են սա հիմա չի, նա չի հանձնել, Ղարաբաղը չի հանձնել, նախկիններն են հանձնել։ 10 տարի առաջ հանձնել են Սառնարանում դրացել։ Սառնարանում փոխեցին իրանց որ պահեն Ղարաբաղը, որ հետո 10 տարի հետո վերցնեն։ Որ ֆրեշ մնա։ Այսօր էլ հիմա էլ որ Սյունիքը հանձնի, կասի ինքը չի հանձնել, նախկինները, թալանը։ Դե Նարժան, գիտես ինչ, ես էլ դու էլ որոշել ենք հունիսի 7, մենք մինչև հունիսի 7 ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանը փրկենք։ Դրանից հետո դե հիմա դու անելու ենք։
Հիմա խո մեր մազերը սպիտակեց արդեն, էլ ինչը ինֆարկտ խփի մենք ումա դա օգնելու։ Թող գնան իրանց այդ ազգային ժողովում շարունակեն իրենց հերոսական ճառերը։ Այո, հերոսական ճառերը եւ քանի որ հրապարակվեց օրերս, հա, եւ կուզենամ նաեւ կարծում եմ տեղյակ ես, բայց կուզենամ նաեւ մեր գործընկերները լսեն, մեզ հետևող, երբ որ Նիկոլը 2 օր առաջ շատ սենց մեղմ ժպիտով խոսում էր, որ դե թող մեկը ասի, որ Հայաստանը ժողովրդավար չի եւ Հայաստանը բարեկեցիկ չի, եթե ես ասեի, կասեին սուտա, հիմա ինչ ասում, համաշխարհային բանկի կողմից մշակված, համաշխարհային կառավարման ցուցանիշների ուրեմն համակարգի այս դիտարկումը Հայաստանի վերաբերյալ 6 ցուցիչներով չափված, ուրեմն հետընթաց քաղաքական կայունության, կառավարման արդյունավետության վիճակում, ուրեմն Արտուր, հետընթաց քաղաքական կայունության ցուցիչով Հայաստանի վիճակը այնքան վատ է հիմա, որ նման վատ ցուցիչ եղել է մեկ էլ 2000 թվականին, այսինքն այս նախկին 26 տարի ուրեմն քաղաքական կայունության առումով այսքան վատ վիճակում Հայաստանը չի եղել եւ մյուս կատաստրոֆա ցուցիչը կառավարման արդյունավետության ցուցանիշով, այսինքն կառավարման OGG-ն, օգտակար գործողության ցուցանիշը կառավարության արդյունավետության, ուրեմն այնքան ցածր է տվել համաշխարհային բանկը, որ Հայաստանի անկախության պատմության ընթացքում կառավարության գործունեության արդյունավետության նման ցուցիչ ոչ մի նախկին իշխանության ժամանակ չի արձանագրվել, սա էլ ժողովրդավարության, կառավարության գործունեության արդյունավետության եւ քաղաքական կայունության մասին ոչ թե իմ քո հորինած, ոչ թե որևէ Կրեմլի շպիոնի, գուբերնիայի ագենտի, ռսի չգիտեմ վաստակի հորինած, այլ համաշխարհային բանկի, այլ համաշխարհային բանկի տվյալները, բայց զուտ էլի ամփոփելով ինչ մեսիջ մենք հղենք մեր հասարակությանը, որովհետև ինձ էլ քեզ էլ շատ լսում են, մեր լսարանը լսում են, իդեպ սիրելի հայրենակիցներ, երբ որ հիմա այս մեր դեբատը տեղադրեմ, ներքևում ես կտեղադրեմ լինքը, սթափվիր YouTube-յան ալիքի, որտեղ այսուհետև պաշտոնապես կտեղադրվի իմ եւ Արտուր Խաչիկյանի ոդքասթները, որովհետև մենք դատելով արդեն սենց ուժեղ լարվածությունից, որ նկատելի է, պատկերացնում ենք, թե ինչ իրավիճակ է սպասվելու մայիսի 8-ից, երբ որ պաշտոնապես կմեկնարկի քարոզը արշավը, այդտեղ կհետևեք եւ միգուցե ոչ թե այլևս շաբաթը 3 անգամ, այլ այնպիսի իրադարձություններ լինի, որ կարիք լինի թեկուզ 10-20 րոպեով պարբերաբար ինչ որ մի դիպվածի հետ կապված մտնել ուղիղ եթեր եւ այնտեղ կարծում եմ կկարողանաք նաեւ հարցեր տալ։ Արտուր ջան, որպես ամփոփում լուծումը ո՞րն է։ Մի բան ասեմ, հետո անցնեմ քո հարցին, Այրա ջան։ Այո, եւ մենք սկսենք հարցեր, խնդրել որ դուք հարցեր տաք։ Մեզ կոմենտներում, առայժմ կարող եք գոնե վիդեոյի տակ կոմենտներում գրել։ Այո, գրել որ հաջորդին անդրադառնանք։ Հաջորդին կանդրադառնանք ձեր հարցերին, գրեք ձեր հարցերը, հետո էլ մենք կհասկանանք այս լայվը ոնց է արվում, դա էլ կանենք։ Բայց հիմա եթե հարցեր ունեք, գրեք, այդ հայոյանքները, այդ քֆուրները բանը, ինչքան ուզում եք գրեք, մենք գիտենք որ բան է, սա ֆեյք է, սա բոտ է, հենց որ ուշադրություն չենք էլ դարձնում։ Այո, դրանք բլոկվելու են, այդքան էներգիա մի ծախսեք, հա։ Այո, բլոկել ենք։ Հիմա ասում ես լուծումը ինչ է։ Նախ ես ու դու իմ կարծիքով շատ լավ միտք ունեցանք։ Բոլոր այն կուսակցությունները, որոնք գնալու են փոշիացնելու ձայնը, մենք ձեզ անուններով ասելու ենք։ Ուզում եք նեղացեք, ուզում եք մի նեղացեք, ուզում եք մեզ վիրավորեք, մի վիրավորեք, մենք ինձ օրինակ ես թքած ունենամ։ Ինչ ես չեմ տանջվելու էլի 4 տարի, որ դուք Նապոլեոն դառնաք։ Ոչ, կներեք։ Մենք կարդալու ենք պաշտոնական հարցումները եւ տոկոսները ներկայացնելու ենք։ Եթե ինչ որ ուժ հավաքում է 1%, 1.5%, 2%, 2.5%, 4%, եւ դինամիկա չկա, դա չի փոխվում։ Դինամիկա չկա, այո։ Մենք մարդկանց խնդրելու ենք, որ իրանց ձայն չտան, որովհետև դուք այդ ձայները տալիս եք ոչ թե իրանց, այլ այս դիկտատորին։ Հիմա լուծումը որն է, Նաիրա ջան, կարծում եմ ժողովրդին պետք է խնդրել, անգամ եթե հուսահատված եք, անգամ եթե ձեզ հերթական
անգամ խորովածով կարտոշկայով ձեզ խափեցին էլի մեր սիրելի ժողովուրդ, էլի մեզ խափեցին հարիվցրին բոլորիս, ոչինչ, մի հուսահատվեք, գնացեք, ձեր ձայնը տվեք ձեր ընտրյալ տեխնացուին, այնտեղ մարդիկ կան, ովքեր անցյալի հետ կապ չունեն, ովքեր ռեալ ծրագիր են ներկայացնել, անցյալում էլ չկան գործիչներ, օրինակ այդ որ Նիկոլը սաղի սարսափեցնում է անցյալով, Նիկոլից անցյալ, Նիկոլից հին գործիչ չկա, այսինքն այդ Նիկոլի բանն է, էլի նարատիվներն է, բոլորը, այսինքն պետք է լինեն մարդիկ, ովքեր պրոֆեսիոնալ են, ովքեր կարող են, ոչ թե ովքեր անընդհատ ինչ որ վադավառոտի մեջ են, որովհետև իրանք են ու վերջ Եվ իրանք անընդհատ տարել են տապալման։ Հենց ինքն էլ է անցյալ, նայր ջան, դու ինձանից 1000 անգամ լավ կհիշես, այդ որոշ իրադարձությունները, որ եղել էին, ջարդեր եղել, հարձակում, այդտեղ չէր այս մարդը, այնտեղ չէր, մարտի 1-ը ինքը չէր, մասնակցում։ Այո, ակտիվ դերակատարներից։ Դա 20 տարի առաջ չէր։ Այո, դա 18 տարի առաջ չէր, բա էլ ինչ անցյալ, բա անցյալը հենց դուք եք, նախկին, այո, իհարկե։ Հա, նախկինները դուք եք, նախկինները հենց դուք եք, ուրեմն ում վրա եք բանկցում։ Այսինքն մենք պետք է ժողովրդին խնդրենք, որ ժողովուրդը տանը չմնա, անգամ եթե հուսահատված է, խաբված է, այո, մենք բոլորս հուսահատված խաբված ենք։ Էլի մի մնացեք տանը, գնացեք ձեր ձայնը տվեք ձեր ընտրյալ տեխնացուին, որը գոնե 4% հավաքելու է։ Ում եք տալու, դա ձեր գործն է, ես իրավունք չեմ վերապահում, ասել մարդկանց ում ձայն տալ։ Մենակ տանը մի մնացեք ու ձայն մի փոշիացրեք։ Ես այդպես եմ տեսնում, դու ինչպես ես տեսնում։ Միանշանակ այո, եւ մեր մեսիջը, որտեվ անիմաստ է իմ կարծիքով, այս ընդդիմությանը ինչ որ բան ասելը, որովհետեւ իրանք ինչպես արդեն դու ֆանտաստիկ ասում ես, իրանք բոլորը նապոլեոններ են, իրանք բոլորը կեսարներ են, չգիտեմ, Չերչիլներ են, Շարլ դը Գոլը գլուխը պատնա տվել իրանց ներկայությամբ իրանց մոտ, դե տենց է ստացվում, պետք է պարզապես խոսել ժողովրդի հետ, քանի որ նորից էլի ես նայում եմ էլի հարցման արդյունքներ, էլի թիվը շատ վտանգավոր թիվ 48-50% ասում է, որ ինքը չի գնալու ընտրության, որովհետև որևէ մեկին չի հավատում, բայց ես իշխանությանն էլ չի ուզում, պետք է այո ժողովրդին ասել գնում ես տեղամաս եւ անում ես քո քվեարկությունը, գոնե քո խիղճը հանգիստ կլինի, որ դու չես նպաստել ռեժիմի վերարտադրությանը եւ այո համաձայն եմ քեզ հետ իմ տեղեկությամբ հաջորդ ուրբաթ շաբաթ օրերը եւս մեկ սոցիոլոգիական մեծ հարցում է հրապարակվելու արդեն դա լինելու է ուրեմն Քարոզարշավի նախաշեմին ես եւ դու մեզ իրավունք ենք վերապահելու վերցնել ես ու դու չենք արել որ ասեն սուբյեկտիվաբան վերցնել այդ թվերը եւ կարդալ անվանական այս անգամ անվանական այն կուսակցությունների անունները ովքեր ռեալա որ այլևս ռեալ տեսանելի է նույնիսկ իրանց նարցիսիզմի պրիզմայից տեսանելի է որ շանս չունեն հաղթահարելու 4%-ը անվանական ասել եւ ժողովրդին կոչ անել որ այդ ուժերին ձայն չտալ Այո, մենք իրանք չունենք, չէ, իրանք ունենք, չէ, կոչ անելու, Նայրա ջան, իրանք ունենք, ասենք, մենք կոչ ենք անում, այո, չէ, կոչը կանենք, դա մեր իրավունքն է, մենք չենք վարկաբեկում, մենք օրենք չենք խախտում, ինչպես յուրաքանչյուրն է ասում ինձ ընտրենք, մենք էլ պետք է ասենք ում չընտրել նրան, ով ձայն փոշիացնող է եւ ընտրապայքարի մեջ համտել մի մասը կամ սեփական բոնապարտիզմը չկարողանալով հաղթահարել, կամ մի մասն էլ ընտրապայքարի մեջ համատել զուտ Նիկոլի կողմից ներդրված լինելով, որ ձայն փոշիացնի։ Մենք այդ իմ համար երկուսն էլ ըստ էության նույն արժեքն են վալողը, հա, նույն արժեքն են ունենալու արդյունքում, իրանք ձայն են փոշիացնելու հանուն Նիկոլի։ Այսքանը Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, շնորհակալություն Արտուր եւ մեր հաջորդ հանդիպումը կլինի վաղը չեմիսօրը, կփորձենք վաղը չեմիսօրը հիմա գրեք հարցեր, եթե ունեք, այս եթերի տակ մենք վաղը չեմիսօրը կփորձենք, եթե հնարավոր է, այլևս լայվի ինտերակտիվ ռեժիմով տալ մեր եթերը։ Շնորհակալ եմ։